Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյանից կմեկնարկի մեր ուղիղ եթերը, այս պահին հնարավոր է մեզ դիտել և Facebook-յան այս էջից և 168 AM լրատվական կայքի YouTube-յան ալիքից և հիմնական ինտերնետային էջից։ Հետագայում այս տեսանյութերը վերահեռարձակվում են նաև այլ լրատվական կայքերի կողմից։ Անկեղծ ասած, ես պլանավորել էի, որ նախորդ անգամվա թեմատիկ զրույցից հետո հաջորդ թեմատիկ զրույցը լինի և կլինի դա երկուշաբթի օրը ժամը 22:00-ին և կվերաբերվի ազգային ժողովի քննիչ հանձնաժողովին, որտեղ հաջորդ օրը հունիսի 20-ին հաստատել է իր մասնակցությունը Նիկոլ Փաշինյանը։ Ես կխոսեմ այդ հանձնաժողովի մասին, նրա գործունեության մասին, բայց այս թողարկումը որոշակի իմաստով հրատապ է և առիթը եղել է այն, որ ապօրինաբար ձերբակալվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության փոխնախագահ, գործադիր մարմնի անդամ, մեր հանրային կյանքի ամենաազդեցիկ քաղաքական ընդդիմադիր գործիչներից մեկը Արմեն Աշոտյանը, և սա ինձ համար առիթ եղավ, որպեսզի ես այս թեմատիկ զրույցով ամփոփեմ և ձեզ ներկայացնեմ 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո տարբեր հասարակական, քաղաքական, ռազմական, մտավորական գործիչների հանդեպ իրականացվող բռնաճնշումների մասին, արձանագրելով դրանց կոնկրետ փաստերը և փորձելով դրանք ներկայացնել տրամաբանական որոշակի կապի և զարգացումների համատեքստում։ Ի դեպ ասեմ, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող գործիչների հանդեպ նման ռեպրեսիաները, որ իրականացվում են 18 թվականից ի վեր, աննախադեպ են, ոչ միայն իրենց ծավալներով, այլ նաև ռեպրեսիոն գործողությունների դաժանությամբ, մասսայական բնույթով և ճղճիմության աստիճանով։ Եվ այսպես, սկսենք հերթով։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխության առաջին զոհերից մեկը, որը դարձավ հանրային քննարկման առարկա, եղավ Արցախի հերոս գեներալ լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, որը այդ պահին նաև ազգային ժողովի պատգամավոր էր և Երկրապահ կամավորականների միության նախագահ։ Գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ իրականացվեց այսպես կոչված Տուշոնկա օպերացիան, գործողությունը, և գլխավոր դատախազը միջնորդություն էր ներկայացրել, դիմել էր Նիկոլ Փաշինյանին, դա եղել է 2018 թվականի հունիսին, որպեսզի հրավիրվի ազգային ժողովի արտահերթ նիստ, և այդ արտահերթ նիստում 2018 թվականի հունիսի 19-ին ներկայացրել է միջնորդություն ազգային ժողովի պատգամավոր, այդ ժամանակ հանրապետական խմբակցության պատգամավոր, այսինքն տվյալ պահին այլևս ընդդիմադիր պատգամավոր, Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա դեմ քրեական գործ հարուցելու վերաբերյալ։ Եվ թույլատրվել է, Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է և 2018 թվականից 2 տարի շարունակ հետևողականորեն նրա նկատմամբ հետագայում պարզվեց, որ իրականացվել է հանիրավի գործողություններ, այդպես էլ նրան մեղավոր դատարանը չի ճանաչել, նրա մեղքը չի ապացուցվել, բայց մշտապես գտնվել է կալանքի տակ, մշտապես ամբողջ ժամանակ, հաշվի չառնելով նաև նրա առողջական խնդիրները, առողջական վիճակը և մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին, այսինքն պահել են Մանվել Գրիգորյանի, որ մի հատ տեսնի նաև իր աչքով կապիտուլյացիան, այդ ազատագրած գեներալը և նոր մահանա։ Եվ ինչի համար էին մեղադրում Մանվել Գրիգորյանին, հիշում եք այն ժամանակ, անկեղծ ասած ես էլ էի այդ լրատվության ազդեցության տակ շատ հուզված էմոցիոնալ ընկալումներով, որ նա բանակն է թալանել, զինվորի սնունդ, զինվորի հագուստ, այդ հայտնաբերեցին, այդ տուշոնկաներ, խտացրած կաթ, հիշում եք այդ դպրոցականների նամակներ զինվորին և այլն, դրանք նաև ընթերցեց դատախազ Արթուր Դավթյանը ազգային ժողովում։ Հետագայում ինչ պարզվեց, որ այդ ամեն ինչ որ հայտնաբերվել է, դա
ոչ թե Մանվել Գրիգորյանի բնակարանից կամ առանձնատներից է հայտնաբերվել, այլ Երկրապահ կամավորականների միության պահեստից, իսկ 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ԵԿՄ-ն պաշտոնապես դիմել էր նախագահին եւ ներգրավել էին մարտական գործողություններին, այնուհետև պատերազմից հետո մարտական հերթապահությանը եւ Երկրապահ կամավորականները պաշտոնապես զինկոմիսարիատներից ստացել էին թե զենք, թե հագուստ եւ թե սնունդ զինվորականների համար նախատեսված, այդ թվում եւ բնակիչների կողմից, երեխաների, դպրոցականների կողմից հավաքագրված սնունդը։ Եվ այն ինչ որ մնացել էր Երկրապահի պահեստում, դա պատերազմից հետո մնացած սնունդ էր, որը չէր օգտագործվել, նույնիսկ մնացել, ժամկետը անցել էր եւ այլն, բայց այդ ամեն ինչը մեզ ներկայացրեցին որպես տես բանակի թալան եւ այլն, սուտ, լրիվ անհիմն ձևով, ուղղակի ցուցադրաբար հրապարակային այս շոուներով, ուղղակի մահվան ճիրաները գցեցին Արցախյան առաջի պատերազմի ամենաերևելի ռազմական գործիչներից մեկին։ Ցուցադրեցին նրա գույքը, մեքենաներ եւ այլն, բնակարաններ եւ այլն, նույնիսկ ԱԱԾ աշխատակիցներից մեկ անթույլատրելի կերպով լուսանկարել նրա հրապարակել ԱԱԾ մեկուսարանից, այսինքն ինչն էր անհանգստացնում էլի այդ ժամանակվա հասարակությանը, Մանվել Գրիգորյանի ունեցած հարստությունը, նրա ձեռնարկատիրական գործունեություն եւ այլն, նրան փոխարինեց այդ պաշտոնում, բոլոր պաշտոններում ադրբեջանա-թուրքական հեղափոխության մասնակից, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը Արցախյան պատերազմից արժեքավոր համարող Սասուն Միքայելյանը, որը ուներ նույն բեղերը, որը նույն կրթությունը չուներ, ինչ որ չուներ Մանվել Գրիգորյանը, Մանվել Գրիգորյանի համեմատ նրա վաստակը Արցախյան պատերազմում անհամեմատ ավելի քիչ է, համեմատելու եզրեր գոյություն չունի։ Եթե Մանվել Գրիգորյանի տղան Էջմիածնի քաղաքապետն էր, ապա Սասուն Միքայելյանի տղան ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո դառավ Հրազդանի քաղաքապետը։ Քերոջ ամուսինը դառավ Կոտայքի մարզպետը, աղջիկներ դարձավ դրա խորհրդական։ Նույն ձևով, նույն գազալցականը նայել ուներ, նայել էր ԵԿՄ վարչության նախագահ ազգային ժողովի պատգամավոր, սա էր դառավ ԵԿՄ վարչության նախագահ ազգային ժողովի պատգամավոր։ Ուզում եմ հասկանալ, ասենք, ինչը փոխվեց Մանվել Գրիգորյանին սպանելուց, նրան այդ ձևով հրապարակային կերպով խոշտանգումների ենթարկելուց, քրեական հետապնդումներից հետո բարքերը փոխվեցին, մարդիկ փոխվեցին, հարաբերությունները փոխվեցին, ընդամենը օգտագործեցին Արցախյան պատերազմի այդ երևելի գործիչներից մեկին, դարձեցին քաղաքական բռնաճնշումների ուղղակի ֆիզիկական զոհ։ Անցնենք առաջ։ Մարտի 1 Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկը դարձավ այդ մեծ հանցագործությունը, որը ժամանակին իրականացրել էր եւ ինքը, եւ Գագիկ Ջահանգիրյանը, եւ Ալեքսանդր Արզումանյանը, եւ բազմաթիվ այլ գործիչներ, եւ կրել էին պատիժ իրենց կատարած հանցանքների համար, այդ մարտի 1-ի ողբերգությունը, այդ կատարված հանցագործությունը իրենց վրից գցելը, իրենց վրից մաքրելը պետք է լիներ։ Եվ ահա 2018 թվականի հունիսի 12-ին նա պաշտոնում ընտրվել է Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին 2018 թվականի։ Մի ամիս հետո, այսինքն հունիսի 12-ին, Սասուն Խաչատրյանին նշանակում է ուրեմն հատուկ քննչական ծառայության ղեկավար եւ ՀՔԾ-ում նրան ներկայացնելու ժամանակ ասում է հետեւյալը. ամենակարևոր գործերից մեկը, որ պետք է իրականացնի հատուկ քննչական ծառայությունը, մարտի 1-ի ոճրագործության բացահայտումն է։ Սա ասել է Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ՀՔՑ-ի առաջ ոչ թե խնդիր է դնում առհասարակ իր ֆունկցիաների պատշաճ կատարումը եւ այլն, այլ քաղաքական պատվեր է դնում անկախ մարմին հանդիսացող հատուկ քննչական ծառայության առաջ, որ բացահայտեն, այսպես կոչված, բացահայտեն մարտի 1-ը հանցագործություն, որը վաղուց բացահայտված էր, մարդիկ պատիժ էին կրել, այդ թվում ինքը Նիկոլ Փաշինյանը այդ հանցագործության հիմնական կազմակերպիչներից մեկը։ Բայց դա պետքա հիմա գցեին ուրիշների վրա։ 2018 թվականի հուլիսի 4-ին, այսինքն Սասուն Խաչատրյանի նշանակվելուց մեկ ամիս հետո, մեկ ամիս էլ քիչ ժամանակ հետո, քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարել է,
որ այլ անձանց հետ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու համար մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նաև Ռոբերտ Քոչարյանը, որ այդ պահին եղել է հանրապետությունից բացակայել է, հանրապետություն վերադառնալուց հետո ինքը ներկայացել է հատուկ քննչական ծառայություն եւ հուլիսի 26-ին 2018 թվականին Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը նրան ներկայացման մեղադրանք։ Հուլիսի 26-ին նույն օրը հատուկ քննչական ծառայությունը նաև մեղադրանք է առաջադրում եւ միջնորդություն է ներկայացնում դատարանին կալանավորելու վերաբերյալ տվյալ պահին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ՀԱԲԿ-ի գլխավոր քարտուղար գեներալ գնդապետ Յուրի Խաչատուրովին։ Սա միջազգային սկանդալ էր, որովհետև եւ նման իրավասություն չունեին, որովհետև Յուրի Խաչատուրովը դիվանագետ էր, որը դիվանագիտական անձեռնմխելիությունից է օգտվում ՀԱԲԿ-ի բոլոր երկրների տարածքում, այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ նման բարձրաստիճան դիվանագետին անհիմն մեղադրանք առաջադրելը եւ կալանքի տանելը դա ուղղակի միջազգային մակարդակի սկանդալ էր նաեւ Հայաստան-ՀԱԲԿ հարաբերություններում։ Բայց Յուրի Խաչատուրովը նույնպես դարձավ այդ անմիտ քաղաքականապես մոտիվացված քրեական գործով քաղաքական հետապնդումների հերթական զոհը։ 2018 թվականի օգոստոսի 6-ին Հովիկ Աբրահամյանի եղբորը պատկանող տարածքում կատարված խուզարկությամբ նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում հայտարարություն են տարածում, որ հայտնաբերել են մի շարք զենքեր եւ զինամթերք, մասնավորապես գործանային արտադրության 7 հատ ինքնաձիգ, 3 հատ ակոսափող ձեռքի գնդացիր եւ այլն փամփուշտներ եւ այլն։ Եվ այդ ժամանակ լուրեր տարածեցին, որ այդ զենքերով իրականացվել են, կրակել են մարտի 1-ին քաղաքացիների ուղղությամբ։ Այդ անհիմն մեղադրանքը չպարզվեց, դա չապացուցվեց եւ այդ քրեական գործի այդ մասը նույնպես դարձավ ջուր։ 2019 թվականի հուլիսի 4-ին, ուրեմն հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվում հրազենի գործադրմամբ մարդ սպանելու կասկածանքով Զաքար Հովհաննիսյանին, ուրեմն որը այդ պահին եղել է, մի րոպե, Զաքար Հովհաննիսյանին չէ, ներողություն, Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու կասկածանքով մարտի 1-ին, ուրեմն ձերբակալվում է ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ նույն ինքը շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը։ Նրա մասով նույնպես ոչինչ չի ապացուցվել։ Այնուհետև այս մարտի 1-ի գործը դարձավ փուչիկ եւ վերացավ այն պարզ պատճառով, որ անգամ Նիկոլ Փաշինյանի ձևավորած սահմանադրական դատարանը այն քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով մեղադրանք էր առաջադրվել, համարեց սահմանադրությանը հակասող եւ այդ գործը վերացավ։ Բայց այս ամբողջ ժամանակաշրջանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՀԱԲԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը եւ բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք նախկինում պաշտոններ են զբաղեցրել, գտնվել են քաղաքական հանիրավի բռնաճնշումների ներքո։ Մոտ 2 տարի երկրորդ նախագահը հանիրավի եղել է անազատության մեջ մի քրեական գործով, որը ջրվել է եւ ոչ մի արդյունք չի տվել։ Իսկ 2019 թվականի սեպտեմբերի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։ Մեկը սրան չի հարցնում։ Այդ որ մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց կարող ես ասել, մարտի 1 ասելով մարդիկ ինչ էին հասկանում։ 10 հոգու մահվան հանգամանքները։ Բայց կարող ես ասել, ինչից են մահացել 10 հոգին։ Եթե դա չի բացահայտվել, եւ դու չես կարողացել բացահայտել, եւ քո Սասուն Խաչատրյանը եւ մնացած ամբողջ իրավապահ համակարգը չի կարողացել այդ քո իրականացրած հանցագործությունը բարթել ուրիշների վրա, ի՞նչն է բացահայտված։ Սովորական մի խապկանք, որը օգտագործվել է առիթ ընդդիմադիր գործիչների նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հանիրավի մեղադրանքներ ներկայացնելու եւ քաղաքական բռնաճնշումների ներքո պահելու անազատության մեջ պահելու համար։ Հաջորդ շինծու քրեական գործը, որով հետապնդում է իրականացվել
բարձրաստիճան պաշտոնատարի նկատմամբ, դա վերաբերում է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ 2021 թվականի նոյեմբերի 22-ին Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից չհեռանալու մասին ստորագրությունը։ Բացարձակ փուչ, բացարձակ դատարկ մի հատ քրեական գործ, որը չի կարող ունենալ ոչ մի բովանդակություն, հենց այն պարզ պատճառով, որ հանրապետության նախագահը կարող է իրականացնել միայն այն լիազորությունները, որոնք սահմանված են սահմանադրությամբ, իսկ հանրապետության սահմանադրությունը չի նախատեսում, որ նախագահը պետք է մասնակցի դերակատարում ունենա կառավարության լիազորություններին վերաբերող հարցերով, այն է գյուղացիական տնտեսությունների շուկայականից էժան գնով դիզելային վառելիքի տրամադրման հարցերով։ Ակնհայտ է, որ այս գործի հետ, նախ այս գործի բովանդակության դատարկությունը ինչ աստիճան է, ակնհայտ է, որ նախագահ Սերժ Սարգսյանը դրա հետ չունի եւ չի կարող ունենալ որևէ առնչություն, սակայն այդ շինծու քրեական գործը առիթ են օգտագործել Հայաստանի նախկին նախագահի եւ ներկա պահին Հայաստանի ընդդիմադիր դաշտի, Հայաստանի քաղաքական դաշտի ամենաառանցքային, ամենաազդեցիկ քաղաքական կուսակցություններից մեկի ղեկավարի հանդեպ քրեական հետապնդում իրականացնելու նրա գործունեությունը, մասնավորապես արտասահմանյան շրջագայությունները սահմանափակելու եւ այլ նպատակներով։ Իդեպ ասեմ, որ այս դիզ վառելիքի գործ կոչվածի սկզբնաղբյուրը առաջացել է Վայոց ձորի մարզում։ Այն մարզում, որտեղ ես եղել եմ մարզպետ, ինձնից առաջ մարզպետի պաշտոնը զբաղեցրած ժամանակին ՀՅԴ, ՀԺԱՄ, ԲՀԿ, ՔՊ քաղաքական ոյաժներով անցած եւ հիմա ՔՊ խմբակցության падգամավոր հանդիսացող Սերգեյ Բագրատյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում։ Եվ ժամանակին հենց իրեն է ներկայացվել մեղադրանք դիզ վառելիքի գործով, բայց բնականաբար նա դիրքավորվել է ՔՊ-ում նման պատասխանատվությունից խուսափելու համար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը նույն գործի շրջանակներում պաշտպանում է իր յուրայիններին, նախկինում Սերգեյ Բագրատյանին պաշտպանիչ, այդպես ասած Հովանին, իշխող, իշխանության մեջ գտնվող Բարգավաճ Հայաստան կուսակցությունն էր, հիմա դարձել է իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Եվ ինչ հաջողվեց Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել Իլհամ Ալիևի երազանքը։ Միաժամանակ դատարանի առաջ կանգնացնել Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Մանվել Գրիգորյանին, Սեյրան Օհանյանին։ Այսինքն, սա Իլհամ Ալիևի երազանքն է։ Ես չեմ կասկածում, որ մի օր էլ Նիկոլ Փաշինյանից պահանջելու է, որ այդ մարդկանց արտահանձնի Ադրբեջանի դատարանին։ Ես դրան էլ չեմ կասկածում, որ նման պահանջ կարա դնի։ Բայց քանի դեռ այդ պահանջը չի դրել կամ չի կատարել Նիկոլ Փաշինյանը, նա որոշեց Հայաստանի դատարանների առաջ միաժամանակ կանգնեցնի Արցախյան պատերազմի հաղթանակներ բերած, Արցախ ազատագրած եւ մեր պետականության կայացման գործում նշանակալի դերակատարում ունեցած մարդկանց, եւ դա անել հանիրավի։ Հաջորդ գործիչը, որի քաղաքական բռնաճնշումների եւ քաղաքական համագործակցության համադրությունը շատ ուշագրավ է, Գագիկ Ծառուկյան։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակ Գագիկ Ծառուկյանը աջակցություն էր ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին, մասնավորապես մայիսի 1-ին, երբ որ Հանրապետական կուսակցությունը Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, երկրորդ անգամ, որպեսզի նա առաջադրվեր վարչապետի թեկնածու, միայն ուրեմն ելք դաշինքի, ելք խմբակցության քվեների քանակը բավարար չէր դրա համար։ Եթե տվյալ պահին Ծառուկյան դաշինքը թե Բարգավաճ Հայաստան, չեմ հիշում այդ ժամանակ ոնց էր կոչվում, մի խոսքով այդ խմբակցությունը եթե աջակցություն չցուցաբերեր եւ չառաջադրեր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնում, նա նույնիսկ չէր կարող առաջադրվել, էլ չասեմ ընտրվելու մասին։ Եվ նա շատ լավ հասկանալով, թե ով է Գագիկ Ծառուկյանը, ինչ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ինչ բիզնեսներով զբաղվում եւ այլն, շատ սիրահոժար ընդունեց Գագիկ Ծառուկյանի առաջարկները, համագործակցությունը Գագիկ Ծառուկյանի հետ, ավելին ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո կոալիցիա կազմեց Բարգավաճ Հայաստան կուսակցության հետ եւ մի շարք նախարարների պաշտոններ, այդ թվում մինչեւ հիմա կառավարությունում մնացած Մեհեր Գրիգորյանը այդ պաշտոնը զբաղեցրել է ԲՀԿ-ի քվոտայով։ Նախարարներ, մարզպետներ, փոխնախարարներ, բազմաթիվ պաշտոններ ստացել են ԲՀԿ-ն ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Բայց հետո 2020 թվականին
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը սեց, երբ որ արդեն դուրս էին եկել կոալիցիայից հոկտեմբերից, սեց քննադատությամբ խոսել Գագիկ Ծառուկյանը, դեռ մինչև պատերազմը Նիկոլ Փաշինյանի գործունեության հասցեին, ասելով, որ կառավարությունը վատ է աշխատում, արդյունքներ չի տալի եւ այլն։ Եվ անմիջապես 2020 թվականի մարտի 2-ին Աբովյանի քաղաքապետին մեղադրանք առաջադրվել։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ստված է իրականացվող նախաքննությունում որոշում է կայացվել Կոտայքի մարզի Աբովյանի համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին քրեական օրենսգրքի 3152 հոդվածով նախատեսված առերուտ հանցավոր արարքների կատարման համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Ուրեմն Վահագն Գևորգյանի մեղադրանքի հիմնական բովանդակությունը այն էր, որ Գագիկ Ծառուկյանը Աբովյան քաղաքում կառուցում էր բազմաբնակարանային շենքեր եւ այդ շենքերի շինթույլտվության, շինարարական աշխատանքների նկատմամբ հսկողության հետ կապված հարցերով նրան մեղադրանք առաջադրվել։ Այսինքն իրականում մեղադրանք էր առաջադրվել Աբովյանի քաղաքապետին, իսկ հիմնական թիրախը Գագիկ Ծառուկյանի գործունեությունն էր Աբովյանում բազմաբնակարան շենքեր կառուցելու հարցում։ Որպեսզի այս թեմայով ձեզ շատ չզբաղացնեմ, բերեմ մեկ այլ փաստ։ Երբ որ արդեն Գագիկ Ծառուկյանը սկսեց համագործակցել այս իշխանության հետ եւ այլն, 2021 թվականի դեկտեմբերի 17-ին նույն այդ Վահագն Գևորգյանը, Աբովյանի նախկին քաղաքապետ, ում դեմ քրեական գործեր հարուցված, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է եւ մինչ օրս զբաղեցնում է ուրեմն ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը։ Այսինքն այն պահին, երբ որ ընդդիմադիր դիրքերից են հանդես գալիս, նրանց դեմ հարուցվում է քրեական գործ, որ պահին սկսում են իշխանությունների հետ համագործակցել, ոչ միայն մոռանում են քրեական գործերի պատմության հանգամանքների մասին, այլև Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվում են պաշտոնների։ 2020 թվականի հունիսի 16-ին գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացրեց Գագիկ Ծառուկյանին մեղադրանք առաջադրելու միջնորդություն։ Այսինքն պատերազմից առաջ, եթե հիշում եք, ամբողջ սենսացիան վերաբերում էր Գագիկ Ծառուկյանին։ Էլ նկարներ նրա շքեղ տներից, մեքենաներից, ավտոտնակներից, չգիտեմ, կենթանիներից, էլ սեյֆերից, պաշկեքով գումարներ, ղազագրեր, փաստաթղթեր, այն վերաբերում էր 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրությունների մասնակցած Ծառուկյան կուսակցությունների դաշինքի եւ դրա կողմից առաջադրված տեխնացուի օգտին քվեարկելու համար կաշառք տալու կազմակերպելու համար։ Մի ամբողջ շոու կազմակերպեցին, որից հետո Գագիկ Ծառուկյանին տևական դատական գործընթացներից հետո ձերբակալեցին։ Գագիկ Ծառուկյանը պատերազմի ժամանակ, եթե հիշում եք, գտնվում էր բանտում։ 2020 թվականի նոյեմբերի 12-ին ազատ էր արձակվել, բայց նորից ձերբակալվում է։ Նոյեմբերի 12-ին հերթական անգամ ակնհայտ ապօրինի ձերբակալվեց, այս անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու կասկածանքով, ժամը ուրեմն նոյեմբերի 11-ին ժամը 12:10-ին ԱԾ աշխատակիցները ծանոթագիր են բերել, որով Գագիկ Ծառուկյանին կես ժամ հետո 12:40-ին որպես վկա հրավիրեն ԱԱՑ եւ այլն։ Այսինքն նորից ձերբակալվում է Գագիկ Ծառուկյանը։ Դրանից հետո 2020 թվականի սեպտեմբերի 4-ին Գագիկ Ծառուկյանի Շանգրիլա խաղատունը տուգանվել է 55 միլիարդ դրամով։ Դա մոտավորապես կազմում է ուշադրությունը 130 միլիոն դոլարի չափով։ 2020 թվականի նոյեմբերի 26-ին սկսում է 24-ին ազգային ժողովի խորհուրդը դիմում է սահմանադրական դատարան Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ։ Սահմանադրական դատարանում է դիմումը ստացվում է ամսի 26-ին նոյեմբերի, այսինքն հետևողական պայքար։ Նոր Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ Գագիկ Ծառուկյանը ինքը գործարար է եւ չի կարա զբաղեցնի պատգամավորի պաշտոն։ Հիշում եք, լրագրողներից մեկը հարցում է Գագիկ Ծառուկյանը Facebook-յան գրառում է կատարե բան, ինքն էլ հեգնանքով ասում է Գագիկ Ծառուկյանը գրել գիտի։ Տենց, այսինքն հեգնանքով ու հետևողական պայքար, մի կողմից քրեական գործեր, մի կողմից պատգամավորական մանդատից զրկել։ Եվ ահա ինչ է տեղի ունենում 2021 թվականի ապրիլին Գագիկ Ծառուկյանը համաձայնության է գալիս Նիկոլ Փաշինյանի հետ, որ նրանք պետք է գնան ընտրությունների, եւ այդ ընտրությունների գնալուց հետո, երբ որ Գագիկ Ծառուկյանը այլևս 2021 թվականի հունիսին առաջին անգամ նույնիսկ չի կարողանում հաղթահարել նվազագույն շեմը եւ չի հայտնվում խորհրդանում,
մոռացվում են այլևս բոլոր քրեական գործերը, ավելին 2022 թվականի հուլիսի 7 ուշադրություն 2022 թվականի պետական բյուջեի հարկայի եկամուտներից 4.2 միլիարդ դրամ կհատկացվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Շանգրիլա խաղատան պետական տուրքը մարելու համար որոշումն ընդունվեց կառավարության հուլիսի 7-ի նիստում։ Այսինքն ոչ միայն ներվում է 130 միլիոն դոլարի ուրեմն տուժերը Շանգրիլա կազինոյի, այլ հակառակը պետական բյուջեից պահոստային ֆոնդից կառավարությունն ինքն է 4.2 միլիարդ դրամ գումար հատկացնում այդ խաղատան գործնեության տուրքը վճարելու համար 2022 թվականի օգոստոսի 24-ին պետությունը 5.6 միլիարդ դրամի օժանդակություն կտրամադրի Շանգրիլա խաղատունը շահագործող Օնրիա Club ընկերությանը հիմնավորելով, որ խաղատունը տուժել է 2020 թվականի տնտեսական սահմանափակումների հետևանքով, այսինքն կորոնավիրուսի հիմնական տուժողներից մեկը ոչ թե Հայաստանի քաղաքացիներն են, որոնք հազարներով մահացել են, այլ Շանգրիլա խաղատունը, որին պետությունը տրամադրում է փոխհատուցում ուշադրություն 5.6 միլիարդ դրամի չափով։ Եվ ինչա հաջորդում դրան, պաշտոնյաների հարսանիքներ Գագիկ Ծառուկյանի պատկանող Շանգրիլայի հարևանությամբ գտնվող Փարավոն ռեստորանում, որտեղ իրեն հարսանիքներն են անցկացրել արդեն ներքին գործերի նախարարը ժամանակվա ոստիկանության պետ Վահե Ղազարյանի որդու հարսանիքը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը, ձեզնից որևէ մեկը պատկերացնում է, որ ասեք Սուրեն Պապիկյանը տանում է փողա տալի այդ հարսանիքի համար, որ հարսանիքը կազմակերպեն։ Ես ճիշտ ասած կարող է եղել այդպես բան, բայց ես մի քիչ դժվար եմ դա պատկերացնում, հատկապես այս գործընթացներից հետո։ Նաև ասեմ ձեզ, որ Գագիկ Ծառուկյանի այդ ամենից հետո այլևս այդ բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից հետո փաստացի այլևս քաղաքականությամբ չի զբաղվում, ավելին 2019 թվականին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի դստեր եւ Խաչատուր Սուքիասյանի որդու հարսանիքը, այսինքն նրանք կապված են միմյանց հետ նաև խնամիական հարաբերությունները, որը կարծում եմ այս պարագայում չափազանց կարևոր է նրա քաղաքական գործունեությամբ չզբաղվելու համար։ Եվ այս գործընթացով փաստացի աչք են փակվել նրա մինչ այդ իրականացված բոլոր հետապնդումների նկատմամբ։ Մյուս քաղաքական գործիչը, որը ենթարկվել է քաղաքական ռեպրեսիաների, դա հայրենիքի փրկության շարժման առաջնորդ Հայաստանի նախկին վարչապետ եւ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանն է։ Վազգեն Մանուկյանին ճանաչող բոլոր մարդիկ խորը հարգանք եւ ակնածանք են տածում նրա նկատմամբ, նաեւ գնահատելով նրա վաստակը մեր անկախ պետականության կայացման եւ զարգացման գործում։ Եվ այն պահից, երբ որ 2000 դեռևս 21 թվականին հայրենիքի փրկության շարժումը որոշեց Վազգեն Մանուկյանին հռչակել որպես ընդդիմության կողմից վարչապետի միասնական թեկնածու եւ այդ շարժման առաջնորդ, անմիջապես սկսվեցին քրեական հետապնդումները Վազգեն Մանուկյանի գործունեության նկատմամբ։ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը իր հարցազրույցներից մեկում ասել է, որ Նիկոլ Փաշինյանից անձամբ է ստացել հանձնարարություն քրեական հետապնդում իրականացնել եւ ձերբակալել Վազգեն Մանուկյանին, ինչը ինքը ըստ էության համարել է ոչ օրինական, ոչ իրավաչափ հանձնարարություն եւ հրաժարվել է դա անելուց։ Ավելին 2021 թվականի հունվարի 14-ին Դեժավյու տելեգրամյան ալիքը գրում է, որ հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին ձերբակալելու դիմաց ԱԱԾ նախկին տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանին Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել հստակ հասկացնելով, որ այդ քայլն անելով ինքը բացարձակ վստահության կարժանա։ Իդեպ ասեմ ձեզ, որ Վազգեն Մանուկյանը չի ձերբակալվել, չնայած քրեական գործերի հարուցմանը, իսկ Միքայել Համբարձումյանը չի նշանակվել ԱԱԾ տնօրենի պաշտոնում։ Քաղաքական ռեպրեսիաների մյուս զոհ այս իշխանությունների եղել է ազգային անվտանգություն կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։ Գառնիկ Իսագուլյանը ձերբակալվել է ուրեմն 2020 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նա այն մարդկանցից մեկն է, այն գործիչներից մեկն է, որ դեռևս 2018 թվականին, երբ որ նոր էր տեղ ունեցել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, դա այն քիչ մարդկանցից մեկն էր, որը զգալով, կանխազգալով մեր պետությանը սպառնացող
վտանգները, հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը գալիս է իշխանության Արցախը թշնամուն հանձնելու, Ադրբեջանին հանձնելու հանցավոր մտադրությամբ, ծրագրով եւ նպատակներով։ Գառնիկ Իսագուլյանի այդ հայտարարությանը ոչ ուղիղ անվանակոչումով, բայց որոշակի անդրադարձ է կատարել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետի պաշտոնը ստանձնելու 100-րդ օրվա կապակցությամբ հրավիրված հանրահավաքի ժամանակ հեգնանքով ու խոսելով, որ ստեղծվում են լրատվամիջոցներ, գործիչներ են ի հայտ գալի, որոնք ասում են, որ Նիկոլ Փաշինյանը իշխանության է եկել Արցախը թշնամուն հանձնելու համար, ասենց հեգնանքով խոսում են, բայց մենք այսօր տեսնում ենք, թե ինչ ճշմարտությամբ եւ ինչ ճշտությամբ փորձառու քաղաքական գործիչ Գառնիկ Իսագուլյանը դեռ 2018 թվականին կանխատեսել այս հանցավոր իշխանության գործունեությունը։ Նրա ձերբակալության հիմնական պատճառը նաև եղել է այն, որ շատ որոշակի փաստեր է ներկայացրել այդ ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը Ադրբեջանի ունեցած ուղիղ մասնակցության մասին, մասնավորապես Ադրբեջանից Հայաստան ֆինանսավորման մասին, բջջային հեռախոսների հատուկ հավելվածներով տրամադրման մասին եւ այլն։ Իդեպ ասեմ, որ պաշտոնական հաղորդագրություններ կան 2018 թվականին բանկային համակարգով Ադրբեջանից Հայաստան ֆինանսական հատկացումների վերաբերյալ, ինչպես նաև 2018 թվականի հուլիսի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ինքն է հայտարարել, որ Ադրբեջանը մասնակցություն է ունեցել 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությանը։ Ուրեմն սրանով Գառնիկ Իսագուլյանը հիմա բարեբախտաբար գտնվում է ազատության մեջ, բայց շարունակում է մնալ քաղաքական բռնաճնշումների զոհ, որովհետև նա ազատության մեջ է ընդամենը գրավով խափանման միջոցը փոխանելու վրա, այսինքն քրեական գործը, քրեական հետապնդումը հանիրավի այդ ազդեցիկ քաղաքական գործի նկատմամբ դեռևս շարունակվում է։ Մյուս ռեպրեսիոն զոհը այս իշխանությունների դա հասարակական, ոչ քաղաքական, հասարակական գործիչ, մտավորական Արմեն Գրիգորյանն էր, ռեժիսոր, սցենարիստ, որը ձերբակալվել էր բացառապես իր հրապարակախոսական գործունեության համար, ազատ խոսք հնչեցնելու համար, երբևէ որևէ պաշտոն չի զբաղեցրել, նրան որևէ այլ մեղադրանքներ չէին կարող ներկայացնել եւ նրան մեղադրում էին այն բանի համար, որ նա մեր ժողովրդի, չգիտեմ, ինչ-որ մի հատվածին անվանել էր թուրք։ Այն բանը, որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ թուրքը շատ լավ բան է եւ ինքը ոչ թե վատ չի զգում, այլ կարող է պատահի մի չէ լավ է զգում, որ իրան թուրք են անվանում։ Բայց հետաքրքիրն այն է, որ Արմեն Գրիգորյանը իր այդ ելույթը, որի համար նրան մեղադրանք էր առաջադրվել, հնչեցրել էր մի քանի ամիս առաջ, եւ մի քանի ամիս մարդը ազատ իր համար ապրելով, շարունակելով հրապարակախոսական գործունեությունը, ձեռնաշղթաներով ԱԱԾ դիմակավորված ծառայողների կողմից ցուցադրաբար ֆիլմ նկարելով բերման է ենթարկվում, դրանից հետո ձերբակալվում է, կալանավորվում եւ մահանում դատարանի նիստերի դահլիճում մնացական Մարտիրոսյանի գլխավորած դատական նիստի ժամանակ 2022 թվականի հուլիսի 15-ին։ Այսինքն Արմեն Գրիգորյանը այս ռեպրեսիաների ֆիզիկական զոհերից է, որը ուղղակի փաստացի կարող ենք ասել սպանվել է դատարանի նիստերի դահլիճում, բացառապես իր հրապարակային գործունեության համար։ Ռեպրեսիաների մյուս զոհը Հանրային ձայն կուսակցության նախագահ Արտակ Գալստյանն է։ Արտակ Գալստյանի ձերբակալությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որ Հանրային ձայն կուսակցությունը հայտարարել է, որ իրենք պաշտոնապես մասնակցելու են Երևանի քաղաքապետի Երևանի ավականու սպասվող ընտրություններին։ Եվ երբ իրականացվեցին սոցիոլոգիական հարցումներ, եւ պարզվեց, որ այդ կուսակցությունը ունի բավականին բարձր վարկանիշ եւ կարող է խնդիրներ ստեղծել իշխող կուսակցության համար, եւ չէին կարող ձերբակալել արտերկրում գտնվող Վարդան Ղուկասյանին, որովհետեւ ինքը ֆիզիկապես հասանելի չի իրանց, ռեպրեսիաներ իրականացրեցին եւ ըստ էության հանիրավի դեռևս չապացուցված որևէ մեղադրանքով միայն Տիգրան Արձականյանի ներկայացրած դիմումի վրա, որը որևէ ձևով չի ապացուցվել եւ իմ տպավորությամբ ոչ էլ կապացուցվի, ոչ միայն ձերբակալվել է կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանը, այլ նրան նկատմամբ իրականացվել են խոշտանգումներ քննչական կոմիտեում, անազատության վայրում, այսինքն քրեակատարողական հիմնարկում, դրանից հետո ձերբակալվել է Արտակ Գալստյանի կինը, Արտակ Գալստյանի որդին,
Հանրային ձայն կուսակցության այդ պատվավոր նախագահ իրեն հռչակած Վարդան Ղուկասյանի քույրը, Արտակ Գալստյանի փաստաբանը, ինչ է, եթե ոչ սա ուղիղ քաղաքական հետապնդում գրանցված գոյություն ունեցող եւ առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած կուսակցության նկատմամբ։ Ես չեմ ուզում խոսել իմ նկատմամբ իրականացված քաղաքական բռնաճնշումների մասին, որոնք կլասիկ այս դասակարգման մեջ մտնում են։ Եվ 2021 թվականի հունվարի 28-ին ինձ հանիրավի ձերբակալություն, եւ ազգային ժողովում ելույթում այդ սանիտարահիգիենիկը, որ ասում է պիտի իր նկատմամբ սանիտարահիգիենիկ ինչ-որ մեկի նկատմամբ միջոցառում իրականացվի։ Եվ 2022 թվականի մայիսի 3-ին ուսապարկերի ակցիայի ժամանակ, եւ համասանից ինձ հեռացումը, եւ բռնություն ոստիկանության կողմից 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, եւ ֆիզիկական բռնություն մեր շենքի բակում 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, փաստացի բռնության կոչեր ազգային ժողովի պատգամավորների խուլիգանական վարքագիծ 2023 թվականի ապրիլի 4-ին։ Սրանք ես չեմ անում, բայց քանի որ այսօրվա առիթը Արմեն Աշոտյանն է նաև զրույցի, ես ուզում եմ անդրադառնալ նաև նրա գործին։ Արմեն Աշոտյանը, բացի դրանից, որ Հայաստանի ամենաազդեցիկ կուսակցություններից մեկի փոխնախագահն է, գործադիր մարմնի անդամ, նա նաև հրապարակային խոսքում առավել հիմնավոր, ավելի փաստարկված եւ սուր քննադատություն հնչեցնող գործիչներից մեկն է։ Եվ ինչի մեջ է մեղադրում Արմեն Աշոտյանին, բացարձակ դատակ մի հատ քրեական գործ, որ ինքը իբրև բժշկական համալսարանի կառավարման խորհրդի նախագահ որոշումներ է կայացրել։ Ուրեմն համալսարանի կառավարման խորհրդի նախագահը բացի խորհրդի նիստերը հրավիրելուց եւ նախագահելուց ուրիշ որևէ լիազորություն չունի։ Խորհուրդը կոլեգիալ մարմին է, որտեղ բոլոր որոշումները կայացվում են կոլեգիալ սկզբունքով։ Ընդ որում խորհրդի որևէ որոշում նյութական միջոցների տնօրինման, ֆինանսական միջոցների տնօրինման չի վերաբերում։ Եթե խորհրդի նախագահի պաշտոնը ֆունկցիոնալ լիներ, ուրեմն դա պետք է լիներ անհամատեղելի։ Այս պահին տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահն է, հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, պետական համալսարանի խորհրդի նախագահն է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կառավարման ակադեմիայի խորհրդի նախագահն է, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ առասարակ բոլոր բուհերի կառավարման խորհրդի նախագահները քպեականներ են։ Եթե խորհրդի նախագահի պաշտոնը նես պաշտոնա, որ ինքը կարա ֆինանսական միջոցներ տնօրինի եւ գույք տնօրինի, ուրեմն դա պիտի անհամատեղելի պաշտոն, այսինքն հիմա պիտի ձերբակալվեն այդ թվարկված բոլոր անձինք, եթե ձերբակալվում Արմեն Աշոտյանը։ Բացի դրանից նա ասում է, որ գույք է ձեռք բերել համալսարանի համար շուկայականից բարձր գնով։ Այդ շուկայական գնի հետազոտությունը, փորձագիտական գնահատումը ով է իրականացրել։ Այն դեպքում, երբ որ այդ գույքը ինչ-որ ձեռք են բերել, տեղում է, ավելին, այդ գույքի արժեքը ձեռքբերման պահից կրկնակի թանկացել, այսինքն եթե Սևանում ձեռք են բերել որոշակի հող, քոթեջներ եւ այլն, դրա գինը ձեռքբերումից հետո ավելացել, այսինքն պետական բժշկական համալսարան այդ գործարքից ոչ թե տուժելը, այլ փաստացի շահել, այսինքն հիմա որ ծախեն կրկնակի թանկ կծախեն, ավելի մեծ օգուտ կանեն, բայց օգտագործելով այդ շինծու քրեական գործը ոչ միայն ամիսներ շարունակ ձգձգում են Աշոտյանին արգելելով, որ նա գնա միջազգային կոնֆերանսների, նաև հանրապետական կուսակցությունը ԻՊՊ-ի անդամ է, որ չկարողանա մասնակցել դրա ժողովներին եւ այլն բարձրաձայնի այդ քաղաքական քննադատությունը հնչեցնի, նաև այդ շինծու քրեական գործի շրջանակներում հանիրավի նրան այսօր զրկել են ազատությունից եւ ավելին այդ գործը օգտագործում են նաև իշխանական իշխանության դեմ պայքարող մեկ այլ առանցքային կուսակցության կարևորագույն ղեկավար պաշտոն զբաղեցնողներից մեկի Հայ-Աղբական Դաշնակցության գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ իրականացնելու համար։ Մյուս խումբ քաղաքական հալածանքները վերաբերում են համայնքների ղեկավարներին։ Դրան շարքում իհարկե առաջինը Տարոն Մարգարյանն էր, որը ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պահանջ ներկայացրեց, որ Տարոն Մարգարյանը պիտի հրաժարական տա։ Ընտրված քաղաքապետը թե ինչի պիտի հրաժարական տա կառավարության փոփոխությունից հետո դա ոչ մեկ չի պատկերացնում։ Տարոն Մարգարյանը հրաժարվեց հրաժարական տա, ինչ հաջորդեց դրան։ ԱԱՑ-ում հարուցվեց քրեական գործ, եթե հիշում եք, այն սև դիմակավոր առաջի մեշոկներով փաստաթղթեր տեղափոխել եւ այլն վերաբերում էր Երևան հիմնադրամին եւ Երևանի քաղաքապետարանին։ Եվ այդ իշխանական լծակները ուժային գործիքակազմի կիրառելուց հետո ստիպեցին, որ Տարոն Մարգարյանը հրաժարական տա եւ կազմակերպեցին Երևանի ընտրություններ։ Ես սրան մի անգամ անդրադարձել եմ
առաջիկայում եւս մի հատուկ վերլուծություն ունեմ դրա հետ կապված։ Մյուս ռեպրեսիոն զոհը դեռևս 18 թվականին դա Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն է, համայնքում մեծ հեղինակություն վայելող, երկար ժամանակ բարձր քվեներով համայնքում ընտրված, համայնքի շահերին ծառայող, միջազգային կազմակերպությունների ամենալավ գործընկեր համարվող ամենահեղինակավոր մեր երկրի ամենաազդեցիկ նշանակալի համայնքի ղեկավարներից մեկը։ Եվ պահանջ ներկայացրեցին սրանք, որ Ռաֆիկ Անդրեասյանը պետք է հրաժարական տա։ Մարդը հրաժարվեց հրաժարական տալուց եւ ինչ հաջորդեց դրան, որ Դավիթ Սանասարյանը, որը հետագայում ինքը մեղադրվում է քրեական գործով կոռուպցիոն սկանդալների մեջ, այդ ժամանակ զբաղեցնում էր վարչապետի ենթակա վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, գնաց ստուգումներ իրականացնելու Ուրցաձոր համայնքում, այսինքն Հայաստանի այս բոլոր համայնքները 930 բնակավար, չգիտեմ 70 քանի համայնքի մի բան թողած, սրանք գնացին հասան հենց Ուրցաձոր ու ստիպեցին բռնի գործողություններով, ապօրինություններով օրինական ընտրված համայնքի ղեկավարը ստիպեցին, որ նա հրաժարական տա, նրա լիազորությունը տա, եւ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին գազանանոցում պահպաղակ ծախող մի հատ պատահականության։ Հետո հաջորդ արտահերտ ընտրություններում Ռաֆիկ Անդրեասյանը նորից հաղթեց սրանց եւ նրան իշխանությունից զրկելու համար ստիպված, ոչ թե ստիպված, այլ մի հատ ուրիշ հնարք մտածեցին, համայնքի վերախոշորացում իրականացրեցին, արդեն խոշորացված համայնքը նորից խոշորացրեցին, որպեսզի այն ներառվի մի ուրիշ համայնքի կազմում, խափանելով ընտրված համայնքի ղեկավարի գործունեությունը։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ուղիղ քաղաքական ռեպրեսիա տեղական իշխանությունների նկատմամբ։ Այդպիսի ռեպրեսիաներ իրականացվել են Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքի ղեկավարների նկատմամբ, ովքեր 2020 թվականին կապիտուլյացիայից հետո պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այդպիսի քաղաքական ռեպրեսիաների զոհեր են եղել Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, Մեղրի քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, նրանք նաև ընտրված լինելով ազգային ժողովի падգամավորներ, падգամավորի կարգավիճակում գտնվել են բանտում, եղել են ազգային ժողովի նախագահի թեկնածուներ եւ չեն կարողացել մասնակցել ազգային ժողովի նախագահի ընտրությանը, որովհետեւ ընտրված падգամավորները գտնվել են բանտում։ Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյան երկար ժամանակ եղել է հանիրավի ազատազրկված եւ ազատազրկման վայրում գտնվելով հաղթել է սրանց Գորիսի քաղաքապետի ընտրություններում։ Քաջանի քաղաքապետ Մանվել Փարամազյան, մնացած այլ համայնքների ղեկավարները, ովքեր պահանջել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, մեծ մասի դեմ հարուցվել է քրեական գործեր։ Այս շարքում առանձնահատուկ պետք է նշել մինչ օրս ապօրինի կալանքի տակ գտնվող Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որը Հայաստանի 3-րդ մեծությամբ համայնքում ամենաշատ քվեները ստանալով ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո ստանում է առաջարկ ՔՊ-ի կողմից, իդեպ ՔՊ-ի ցուցակներ ղեկավարում էր Լոռու մարզպետ, մինչև հիմա մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արամ Խաչատրյանը, համագործակցության առաջարկ է ստանում ՔՊ-ի հետ համագործակցելու համար, մերժում այդ առաջարկը եւ հանիրավի գտնվում է անազատության մեջ։ Մինչ օրս Վանաձորը չունի իր բնակիչների կողմից ընտրված համայնքի ղեկավար, տապալված է տեղական ինքնակառավարումը, ճգնաժամը համայնքում միայն քաղաքական ռեպրեսիաների պատճառով։ Նման խնդիր գոյություն է նաև Բերդ համայնքում, երբ որ ընտրված քաղաքապետ Հարություն Մանուչյանին հանիրավի զրկել էին ազատությունից, մի պահ դուրս եկավ, թեկնածություն առաջադրեց, նորից ձերբակալեցին։ Նրան փոխարինող ժամանակավոր պաշտոնակատար, նրա տեղակալ Սամվել Հովսեփյանը նույնպես ձերբակալվել է պաշտոնակատար լինելու ժամանակ Բերդի համայնքի ընտրությունների նախորդող ժամանակաշրջանում։ Ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, հատկապես կապիտուլյացիայի այդ հայտարարությունը ստորագրելուց հետո, քաղաքական բռնաճնշումներ են իրականացվել։ Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Յուրի Խաչատուրովի որդի Իգոր Խաչատուրովի, Յուրի Խաչատուրովի մյուս որդի գեներալ մայոր Գրիգորի Խաչատուրովի, որ մինչ օրս գտնվում է ապօրինի կալանքի տակ, այսինքն այս ամբողջ ընտանիքի նկատմամբ իրականացում է քաղաքական բռնաճնշումներ։ Ինչքան մարդիկ հայրենասեր են, ինչքան շատ են սիրում իրանց երկիրը, այնքան ավելի մեծ է նրանց նկատմամբ ճնշումները։ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վարամ Բաղդասարյան, Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյան անցնում է մի շարք քրեական գործերով։ Հասարակական գործիչ Ավետիք Չալաբյան, Մենուա Սողոմոնյան, Հայեղափոխական դաշնակցության ներկայացուցիչ Գերասիմ Վարդանյան, հանրային գործիչ Նարեկ Մանթաշյան եւ այլն, մարդիկ, որոնք տևական ժամանակ հանիրավի գտնվել են կալանքի տակ անազատության մեջ բռնաճնշումների ներքո։
Իսկ ինչ են ստանում այն քաղաքական գործիչները, որոնք համագործակցում են Նիկոլ Փաշինյանի հետ, անկախ դրանից, թե որ պահից է սկսվում այդ համագործակցությունը։ Բնականաբար նրանք վայելում են իշխանական հովանավորչություն եւ նրանց նկատմամբ երբևէ քրեական հետապնդում չի իրականացում։ Օրինակ, ձեզ հայտնի է, մեզ բոլորիս է հայտնի, այն անհասկանալի ձևաչափը վարչապետին կից արտախորհրդարանական ուժերի հանդիպումները, որոնք ամիսը մեկ անգամ անցկացվում են։ Բերեք հենց մատ անցնենք դրանցից մի քանիսի վրայով, ովքեր որ կանոնավոր խորհրդակցում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Արամ Զավենի Սարգսյանը, Հայաստանի նախկին վարչապետ, Արարատի ցեմենտ շիֆերի գործարանի նախկին տնօրեն, միլիոնատեր, մեկը դրան հարցնում, ասենք, եթե Պարզա չէ, եթե այդ ապօրինի ծագում ունեցող գույքի հարցեր են քննարկվում, ապա ինչի է դա շրջանցում Արամ Զավենի Սարգսյանի։ Մենք կարելի է իմանալ, այդ խեղճ ճանճար ուսուցիչների ընտանիքում այդ զավակները դրանց հետ ոնց դառան միլիոնատեր։ Արամ Զավենի Սարգսյանի հարստությունը որտեղից է առաջացել։ Կամ այն ժամանակ, երբ որ ինքը դարձել է Արարատի ցեմենտի գործարանի տնօրենը, մրցույթով է այդ պաշտոնը զբաղեցրել, այսինքն բաց մրցույթ են հայտարարել, ինքը այդ պաշտոնը զբաղեցրել է, գործարանը սննկացման է տարել, հետո այդ գործարանը ձեռք են բերել շատ հայտնի մարդիկ, պետության պարտքերը փակել, այսինքն ինքը պետության համար վնասներ առաջացրել, բարձա չէ, այդ վնասները իր համար ինչ հարստության աղբյուրը որտից է դառել։ Այդ դատախազները հիմա հակակոռուպցիոն կոմիտեները, դատարանները սկի հարցնում են Արամ Զավենի Սարգսյանին, թե իր հարստության աղբյուրները որտեղից առաջաց։ Իհարկե չէ։ Ինչի՞ չեն հարցնում, որովհետև Նիկոլ Փաշինյանի գով կանում առավոտինիկո նրա կողքը նստած։ Մյուսը Դավիթ Սանասարյան, ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո նշանակվել է վարչապետին ենթակա պետական վերահսկողական ծառայության ղեկավար եւ պաշտոնավարումից մի քանի ամիս հետո հայտնվել էր քրեական սկանդալում ԱԱՑ-ի կողմից հարուցված քրեական գործով եւ իր պաշտոնավարումը կասեցվել է այդ քրեական գործին իր ներգրավվածության համար։ Որևէ մեկը հիմա հետապնդում իրականացնում է Դավիթ Սանասարյանի իր երբեմն իրականացած գործի համար, որը կարծեմ հանգուցալուծում ինչ օրս չի ստացել։ Մեհեր Տերտերյան, ուրեմն բազում քրեական գործերի հերոս, նրա նախկին կնոջ փաստաբանը հայերի ակումբում պարբերաբար է ներկայացնում այն գործերի հսկայական շարքը, որը ուղիղ առնչություն ունի այս մարդու հետ։ Սա արտախորհրդարանական ուժերի ձևաչափով դեռ մի հանդիպում չի եղել, որ բացակայի։ Այն, ասենք, երկու հոգի կան, որ բոլոր հանդիպումներին մասնակցում են։ Ինքը մեկ է Լևոն Շիրխանյանը։ Ուրեմն սա բոլոր հանդիպումների մասնակցել է, բայց ոչ միայն այդ հանդիպումների ժամանակ, այլ դրանից հետո մի բառ խոսացած չկա։ Այդ մարդու ձայնը ոչ մեկ չի լսել։ Բայց թաքնվում է այդ կարգավիճակում իր գործած մնացած գործողություններից։ Տիգրան Արզականցյան, Հանրապետական կուսակցության նախկին անդամ, ՀՀԿ նախկին падգամավոր, կասկածելի գործարար, թե նախկինում, թե հիմա, դատարանի որոշմամբ սնանկացանաշված, բայց մենակ դրա քշած ավտոն, դրա ապրուստը, նրա շրջագայությունները եւ այլն, դրա սնանկ ելնելու հետ ոչ մի ընդհանուր առնչություն չունեն։ Իդեպ ասեմ, որ հանրային կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը ձերբակալվել է եւ քրեական հետապնդում իրականացվում է իր ներկայացրած դիմումի հիման վրա։ Սրանք դեռևս այդ արտախորհրդարանական ուժեր կոչվածները։ Խաչատուր Սուքյասյան, նրա եղբայրը Երևանի կենտրոնում կրակոցներ, չգիտեմ ինչ էր, ազատության մեջ։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյան, ասեցի, որդու հետ կապված վերջերս եղավ սկանդալային պատմություն, քրեական գործ հարուցվեց, բերման ենթարկեցի, մոռացվեց, գնաց։ Եթե ՔՊ-ի պատգամավորի որդու հետ կապված ոնց կարա լինի։ Նույնը վերաբերում էր Գուրգեն Արսենյանին, այս վերջերս իր տղու հետ կապված էլի աղմկահարույց պատմություն եւ այլն, հելա ելույթ ունեցավ ազգային ժողովում այդ խորհրդարանական լսումների ժամանակ, որ պիտի 120,000 ղարաբաղցիներին հանձնենք, որպեսզի փրկենք իրար հասկանալով 3 միլիոն Հայաստանի բնակիչներին, ներվեց, ամեն ինչը գնաց։ Արթուր Հովհաննիսյան, Ռուստամ Բաքոյան, ՔՊ-ի մյուս падգամավորները, որոնք խուլիգանություն իրականացրեցին մարդու իրավունքների պաշտպանի նիստի ժամանակ։ Դրանից մեկ օր առաջ Ալեն Սիմոնյանի խուլիգանական պահվածքը քաղաքացու նկատմամբ։ Որ մեկն է դրանցից պատասխանատվության ենթարկվում։ Հայկ Սարգսյանը, հայտնի շիշ բռնող, որը այս վերջի շրջանում ինչ աղմկահարույց քրեական գործ, սպանություն, ես ինչ կա, գոնե մի անգամ դրա անունը պիտի հետերը առնչվի։ Որևէ մեկը դրա հետ կապված զարգացումներ լսում է։ Արսեն Թորոսյան, COVID-ի հետ կապված այս ամբողջ բացահայտումները բոլոր տեղերից խոսում են, որ գնում հատվում է Իրան, բայց դեռևս գտնվում է իշխանական հովանու ներքո։ Եվ ինչ էր հայտարարում այն ժամանակ ԱԱՑ
տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը պրոֆիլը ներկայացնելով Նիկոլ Փաշինյանին ասում է նա մարդ է, որ հետապնդումների է ենթարկում ամենադաժան վերաբերմունքը իր ընդդիմախոսների նկատմամբ եւ ճիշտ հակառակը խրախուսում է աչքափակում իր յուրայինների նկատմամբ։ Եզրափակելով ասենք, որ նախ առհասարակ կալանքը որպես խափաման միջոց կիրառությունը պետք է ունենա բացառիկ դեպքերում։ Ամբողջ հայ փաստաբանական համայնքը առավոտի ցիրիկում բարձրաձայնում է դրա դեմ, որ կալանքը չի կարա դիտվի որպես պատիժ, եւ դա միայն բացառիկ դեպքերում կարող է կիրառություն ունենալ, բայց մեր երկրում, հատկապես ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո, դա կրում է զանգվածային բնույթ, եթե վերաբերում է ընդդիմադիր գործիչներին։ Հայաստանում գրեթե չկան ակտիվ հասարակական քաղաքական կյանքով զբաղվող գործիչներ, լինեն դրանք քաղաքական գործիչներ, հրապարակախոսներ եւ այլն, որոնք ներգրաված չեն որևէ քրեական գործում, նրանցով անցած չլինի որևէ քրեական շինծու մեղադրանք կամ գործընթաց։ Դատարանները առավել հաճախ սկսել են կալանքի վերաբերյալ որոշումներ կայացնել բարձրագույն դատական խորհուրդը Գագիկ Ջահանգիրյանի եւ Կարեն Անդրեասյանի կողմից օկուպացնելուց հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը նրանց միջոցով տոտալ վերահսկողություն հաստատել ողջ դատական համակարգի նկատմամբ։ Հիմնական ռեպրեսիաները ընդդիմախոսների նկատմամբ սկսվել են փաստերի արձանագրումը ցույց է տալի 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան ստորագրելուց հետո։ Այսինքն այդ ժամանակվանից է, որ Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիևը խնդիր են դրել ոչնչացնել, հեռացնել, բանտարկել, ազատազրկել բոլոր այն մարդկանց, ովքեր արգելք կստեղծեն Հայաստանի կործանման, Հայաստանի պետականության կործանման եւ ադրբեջանա-թուրքական նպատակների իրականացման համար։ Որքան թուլանում են ժողովրդական ճնշումները, բողոքի գործողությունները, այնքան մեծանում են ռեպրեսիաները։ Այսինքն, օրինակ դիմադրության շարժման ժամանակ, հայրենիքի փրկության ժամանակ առավել քիչ էին քրեական գործերը, հետապնդումները, կալանավորումները, որովհետև մարդ կար փողոցում, մարդիկ պայքարում են, շամպես վախենում են դրանից։ Հենց մի քիչ ժողովրդական ճնշումները, փողոցային գործողությունները, պայքարը թուլանում է, անմիջապես սկսում են զանգվածային ձերբակալություններ, քրեական գործեր ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Վստահ եմ, եթե այսօր լինեին հանրային մեծ շարժումներ, փողոցում գործողություններ, Արմեն Աշոտյանը 3 կալանավորված չլինի։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, այս թեմայով ես ինչպես եւ խոստացել եւ նախատեսել եմ, երկուշաբթի օրը հանդես կգամ ձեր առջեւ այս ձևաչափով ժամը 22-ին կներկայացնեմ ազգային ժողովի հսկիչ քննիչ հանձնաժողովի Անդրանիկ Քոչյանի գլխավորած հանձնաժողովի գործունեության մասին, որին հաջորդ օրը հունիսի 20-ին ներկայանալու է Նիկոլ Փաշինյանը։ Իսկ մինչ այդ երկուշաբթի օրը ժամը 11-ին ավանդույթի համաձայն ես մամուլի ասուլիսով հանդես կգամ հայելի մամուլի ակումբում։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, ստեսյուն ձեզ։